Ինչ կասեիք, եթե իմանայիք, որ ձեր հաջորդ խոսքերը կլինեն վերջինը։ Մահվան դատապարտվածների համար այս սցենարն իրականություն է, քանի որ նրանք երկրի վրա անցկացնում են վերջին րոպեները։ Սարսափելի, տարօրինակ, ապաշխարությամբ լի, նույնիսկ անկոտրումությամբ այս ցիտատներից որոշներն ապացուցում են, որ նույնիսկ ամենահայտնի սերիական մարդասպանների մահից հետո նրանց վերջին խոսքերը շարունակում են հետապնդել այն մարդկանց, ում կյանքը կործանել են։ Պիտեր Մանուել Բիրկենշավի գազանը։ Նա հարավային Շոտլանդիայում բռնաբարել և սպանել է 9 մարդու, ինչպես նաև կասկածվում էր 18 մարդու սպանության մեջ։ Կախաղան բարձրանալուց առաջ վերջին խոսքերը լինում են հետևյալը. «Բարձրացրեք ռադիոյի ձայնը և ես հանգիստ կհեռանամ»։ Թեդ Ռոբերտ Բանդի, ամերիկացի սերիական մարդասպան, բռնաբար, մարդկանց առևանգող և նեկրոֆիլ։ Բանդիի զոհերն էին դառնում երիտասարդ կանայք և աղջիկները։ Նրա զոհերի հստակ թիվը ոչ ոք չգիտի։ Մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի վրա։ Մահից առաջ ասել է հետևյալը. «Ջիմ և Ֆրեդ նրա փաստաբաններն էին։ Ես ցանկանում եմ, որ իմ սերը փոխանցեք իմ ընտանիքին և ընկերներին»։ Ռոբերտ Ալթոն Հարիս, ամերիկացի մեքենաների գող, կողոպտիչ, մարդկանց առևանգող և մարդասպան։ Թալանել է բանկը և Սան Դիեգոյում սպանել 2 դեռահաս տղաների։ Նրա մահապատիժը 1967 թվականից ի վեր առաջինն էր Կալիֆոռնիա նահանգում։ Վերջին խոսքերը. «Անկախ նրանից հարուստ ես թե աղքատ, մահվան առջև բոլորը հավասար են»։ Տիմոթի Մաքվեյ, կազմակերպել և ի կատար է ածել Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր տերորիստական ակտը, մինչ 2001 թվականի սեպտեմբերի 11 իրադարձությունները։ Պայթյուն Օկլոհամա Սիթի Ալֆրեդ Մարի անվան ֆեդերալական շենքում 1995 թվականի ապրիլի 19։ Պայթյունի հետևանքով մահանում է 168 մարդ, այդ թվում մինչև 6 տարեկան 19 երեխա։ Նրա վերջին խոսքերն էին. «Ես իմ ճակատագրի տերն եմ, ես իմ հոգու կապիտանն եմ»։ Էյլին Օրնոս, մահվան հրեշտակ, ամերիկացի մարմնավաճառ և սերիական մարդասպան։ Ոստիկանությանը հաջողվում է բռնել նրան միայն այն ժամանակ, երբ զոհերի թիվը հասնում է 7-ի։ Էյլինը մահապատժից առաջ ասում է. «Ես սառնասրտորեն եմ սպանել այդ տղամարդկանց, և ես դա նորից կանեի։ Ես լցված եմ ատելությամբ, հոգնել եմ իմ մասին լսելուց, թե ես խելագար եմ։ Ես բազմիցս ենթարկվել եմ բժշկական քննության։ Ես խելագար չեմ, ես նորմալ եմ։ Ես փորձում եմ ճշմարտությունն ասել։ Ես ատում եմ մարդկային կյանքը և կրկին կսպանեի»։ Պիտեր Կուրտեն, Դյուսելֆորդից մոլագար վամպիրը։ 20-րդ դարի առաջին 30 տարիների ընթացքում նա կատարել է 9 ապացուցված դաժան սպանություն և նաև խոստովանել, որ կատարել է 69 սպանություն։ Պիտերը մահապատժից առաջ ասել է. «Կցանկանայի իմանալ, երբ ինձ գլխատեն, գոնե մի ակնթարթ կլսեմ ես արդյոք իմ պարանոցից հոսող արյան ձայնը։ Բոլոր հաճույքներին այդպես վերջ դնելն իրոք հաճույք կլիներ»։ Ջոն Ուեյն Գեյսի, ծաղրածու, ամերիկացի սերիական մարդասպան, 1970-ականներին առևանգել, բռնաբարել և սպանել է 33 երիտասարդ տղաների, որոնցից 6-ը դեռ հայտնի չեն։ Վերջին խոսքերը. «Ուշադրություն, դուք իրավունք չունեք նայել թաքցված տեքստը»։ Ջեյմս Ֆրենչ, ցմահ պատիժ էր կրում Օկլոհամա նահանգի Մաքալեսթերի բանտում 1958 թվականին Արևմտյան Վիրջինիայում ավտոստոպից նրան վերցրած ավտոմոբիլիստի սպանության համար։ Ֆրենչն իրոք պահանջում էր մահապատժի ենթարկել իրեն, սակայն հակառակ նրա ցանկության, միևնույն է, դատապարտում են ցմահ ազատազրկման։ Այդ պատճառով Ջեյմսը սպանում է իր խցակցին և վերջապես հասնում է իր ուզածին։ Նրա համար մահապատիժ են սահմանում։ Վերջին խոսքերը. «Տղերք, ո՞նց է ձեր համար վաղվա թերթի վերնագիրը, կարտոֆիլ ֆրի, Ֆրենչ ֆրիս»։ Կարլ Պանզրամ, ամերիկացի սերիական մարդասպան, բռնարար, թալանչի և հրկիզող։ Պնդում էր, որ սպանել է 22 հոգու, սակայն նրանց դիակներից մեծ մասը չի հաջողվում գտնել, քանի որ Կարլը դրանցով կերակրել էր կոկորդիլոսներին։
Վերջին խոսքը. շարժվիր տականք, մինչև դու հիմար ես խաղում, ես կարող էի տասնյակ մարդ սպանել։ Ամելիա Դայեր, նախկինում դայակ, վիկտորիանական դարաշրջանում 20 տարիների ընթացքում սպանել է 200-ից 400 երեխաների։ Կախաղան բարձրանալուց վերջին խոսքերը եղել են. ես ոչինչ չունեմ ասելու։ Ջեֆրի Դամեր, Միլուոկիի մարդակերը, ամերիկյան սերիական մարդասպան, ում զոհերն են դարձել 17 տղաներ եւ տղամարդիկ։ Իր զոհերի դիերը նա բռնաբարում էր, հետո ուտում։ Վերջին խոսքերը. իմ համար մեկ է, կապրեմ թե կմեռնեմ։ Արի, սպանիր ինձ։ Գերի Գիլմոր դաժանորեն սպանել է 2 հոգու, մահից առաջ ասել է. եկեք անենք դա։